Պարոն Սանոսյան, կարճ հարցնում եմ։ Մի խնդրում եմ ուղղակի ասեք, ստեղ ոնց է գնահատում քարոզարշավը, ու մեկ էլ արդեն ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ են սկսվել, մարդկանց են ձերբակալում, հին մեթոդները նորից իրականացնում եք, գործադրում եք։ Քարոզարշավը բավական լավ եմ գնահատում, կարծում եմ մեր թիմը բավարար կերպով կարողացավ մեր ծրագրերը մեր սերունդեցիներին ներկայացնել, ինչը մեծ հույս է տալիս, որ տեխնոլոգիան մեր հավաքական թիմը կընտրվի եւ կարողանա իր ծրագրերը կյանքի կոչել։ Մնացած ճնշումներ կան թե չէ, եթե մարդիկ որևէ իրավական բախտումներ են անում, ֆինանսական այդտեղ ինչ-որ հարցեր կա, լսել եմ կամ կարծել եմ, ապա իրավական բայց հին մեթոդը ամեն անգամ նույն բանը չի հոգնել իշխանություն, դուք չեք հոգնել տենց ընդդիմադիրներին ճնշել, ինչի՞ ձեր տեխնատուների նկատմամբ տենց չեք անում։ Ոչ թե իրավապահները կամ իշխանությունը պետք է հոգնեն, այլ այն մարդիկ, ովքեր ամեն անգամ փորձում են փողով ընտրվել, այդ մարդիկ պետք է հասկանան, որ այդ մեթոդը այլևս չի։ Մարտուն Գրիգորյանը օրինակ ասում է, որ տարիներ շարունակ ինքը չիվինել է, արել, օգնել է, մնացած բանն արել է, ընդ որում քարոզարշավից առաջ է դա եղել, ինչ-որ դիկտորներ են դա արձանագրել, ոնց որ փորը տվել։ Հիմա իրավապահները պարզաբանել։ դե թողնեք, պարոն Սանոսյան, մի տարբերակ է, գիտեմ, որ ինչ-որ ֆինանսական մաս կա, մյուս։ Մարտուն Գրիգորյանն էլ շիբինի համար են հորն ու որդուն։ Այս նախ բարոյական է իշխանության կողմից այդպեսի բան անել, հորն ու որդուն վերցնում են տանը, վերջս քաղաքում հետո ապրելու են, չէ՞ մարդիկ։ Դուք ստեղից չեք, տենց ձեր գործը թեթև է։ Ձեր տեխնատուն Իսկ ասում եմ, որ ձեր տեխնատուն այդքան շանս չունի դրա համար եք այսպեսի ճնշումներ սկսել։ Ունի շանս ձեր կարծիքով ձեր Սարիկը։ ամենամեծ շանսը ունի Իրաքի շարժանակի Ինչքան 50+-ի չափով շանս։ 50+1։ այո։ Լավ։